Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը երաժիշտ սաքսոֆոնահար, դուդուկահար, նաև երգերի հեղինակ, այսինքն ստեղծագործող երգահան Առնո Ստեփանյանը։ Լավ, Առնո ջան, ո՞նց ես։ Լավ, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ իմ հյուրն ես, որտեվ քո մասին շատ եմ լսել, ու գիտեմ, որ շատ լավ երաժիշտ ես, ու ինձ համար նաև շատ կարևոր է, որ ասում են, գիտես, բայց լավ էլ տղա է։ Ու շատ լավ տղա ես, դա էլ է ինձ համար արդեն բավական, որպեսզի իմ հյուրը լինես։ Առնո ջան, պատմիր մի փոքր քո մասին։ Ես էլ եմ նախ շնորհակալ այս գեղեցիկ հաղորդմանը մասնակցելու։ Ես պատմեմ իմ երաժշտական կյանքից։ Հա, համառոտ կար, կյանքի պատմի։ Դե սկսել եմ 7 տարեկանից, ճիշտ ասած ջութակի եմ գնացել 7 տարի Տիգրանյանի անվան 11-րդ երաժշտական դպրոցում, ավարտելուց հետո, այսինքն մինչև ավարտելը երևի 3-4 դասարան էի, հորեղբայրս սաքսոֆոնահար է, Յուրի Ստեփանյան, նվագել է ռադիո եւ հեռուստատեսության սիմֆոնիկ էստրադայի նվագախումբ։ Այո, որտեղ Երևան Երզանկյանի ղեկավարությամբ։ Այո։ Դե որ գնում էինք տուն, բայց այն ժամանակ դեռ բաներ չէ, Մավիսակալյաններ չէ։ Հին թվերում հա Մավիսակալյաններ ես չեմ եղել այդ ժամանակ, ես այսինքն տարիքով 83 թիվ եմ, տարիքով ունեցել, որ ես երբ որ այդ գիտակցության տարիքի մեջ էի, այդ ժամանակ Երզանկյանն էր ոնց որ արդեն։ Գիտեմ, Երզանկյանի հետ երկար աշխատել է, հայրը ես ճանաչում եմ։ Ինչևից է, երրորդ դասարանն էի Հորեղբայրը, չէ։ Հա, հորեղբայրս Յուրին։ Երրորդ դասարանն էի երաժշտականում, որ գնում էինք իրանց տուն, դե շատ հումորով, շատ տենց լավ, բարի մարդ էր, ասենք մենակ ես չեմ ասում, որպես իմ հորեղբայրը իր բոլոր գոլեգաներն են այդ մասին խոսում։ Ինչևից է, գնում էինք տալիս էր գործիքը ձեռս, sense ասի մամ, ասի ես ուզում եմ գնամ սաքսոֆոնի, էլի, դե արդեն մուզիկալին գնում էինք երաժշտական դպրոցը, հա։ Այդտեղ եղբայրս էլ էր գնում նույն դասարանում, նույն դասատուի մոտ էինք, հա, ասեց ջութականն ինձ ասեց գործիքա, որ ավարտես ամեն ինչ կարաս նվագես ու բարեբախտաբար տենց էլ եղավ, մայրս Տաթևիկ Բաբլյանն է, շատ քիչ է աշխատել, բայց աշխատել է հորեղբայրս հետ աշխատել իրար միասին, հայրիկս տեսել է Հերոստասով ու տենց ռոմանսը սկսվել է։ Մայրիկից շատ լավ ճանաչում եմ ես, ինքը նաև ոսկերչական գործանում, կար էստրադայի նվագախումբ, որի ղեկավարը Խոսրովն էր, տրամբոնիստ Խոսրովը, ինձ հրավիրեց, հետները մեկ-մեկ համերգներ էի վարում, երգում էլ էի բան, ու ընդեղից մամա տնտեղ էլ երգեց, Տաթևիկ ընդեղ հրաշալի երգչուհի էր շատ, ես հիշում եմ Բալենին էր երգում, այո, շատ սիրուն էր կատարում այդ երգը։ Իդեպ Բալենին Խաչատուր Ավետիսյանը գրել է, ոնց որ ասած, առաջինի ինքն է երգել։ Առաջին կատարողը մայրդ է։ Հա, Տաթևիկ Բաբլյանն է։ Հետո լավ, շարունակում։ Այդ տարիներում 12-13 տարեկան արդեն վերջի տարիներն էր երևի երաժշտականի ընդունվեցինք Արևիկ մանկական խումբ կար ռադիոյում էլի։ Այո։ Հա, տենց մի քանի Պետրոսյաններ ղեկավարը։ Վալտեր Հովանիսյանն էր Երջանկայի շատակ, որտեվ չկա էլ, ընդեղ մեկ էլ Պետրոսյան ինչ էր անունը։ Խոսյա։ Երևի ոնց որ, բայց հիմնականում մենք Վալտերի հետ էինք ոնց որ, ինքն էր բանանում էլ ղեկավարում։ Այդտենց գնացինք մի քանի տեղեր Հրազդանում, Երևանում, Հայաստանի քաղաքներից, այդպես տարբեր համերգներ ունեցանք բան ու որոշվեց, որ պետքա գնանք Արգենտինա։ Ինձ որոշեցիք գնալ այնտեղ։ Հա, ասես մեկ-մեկ հարցում են, ասում են, ինչի գնացիք Արգենտինա, ասում ես չեմ գնացել, ինձ տարել են 15 տարեկան եմ։ Մաման այդ ժամանակ կար։ Մաման կար, հա։ Մաման էր ամենաշատ դրտողը ոնց որ հայրս որ ասեմ տես կողմնակից չի եղել, բայց ինչևից է, գնացինք ես 15 տարեկան էի, այնտեղ նորից կյանք, այդտեղ մի քիչ շոր ընդմիջում եղավ երաժշտական իմ կյանքում։ Հետո մի քիչ դժվար տարիներ էր այդ առաջի շրջանը, հա, շրջանը, ասենք
գումար աշխատել տան, վարձասենս ընենցա մենք ես ու եղբայրս պապայից, մամայից թաքուն առանձին մի երաշտական խանութ կար, գնում էինք փող էինք թողում մի հատ դաշնամուրի համար, սինտեզատորի համար։ Այդպես մի հատ պատմություն դարավ, էդի 7-8 ամիս այդպես գնացինք անթա թողեցինք, մի հերթը հասավ, որ էդի պետք է տանենք տուն արդեն։ Հա, ասում ենք ո՞նց անենք, ինչ անենք, որ հանգարց խոսակցություն չգա, չջղայնանան, ասեն փողեք աշխատե թաքուն տարել եք բան ասեց, հա։ Մամային ասիկ, ասի մամա, սենց բան ենք արել։ Հա, ասեց, ես օրդ կհամոցեմ։ Ու տենց այդ դաշնամուրով սկսեցի, հետո մի 2 տարի անցավ, ընկեր ունեմ, ջութակար, շատ լավ տղա է, Ռուբոն, տենց իրար հետ շատ էինք շփվում։ Արգենտինայում, հա, ինքը էլի կոնսերվատորիա սովորած, գրագետ երաժիշտ։ Ինչևից է, տենց որ շատ էինք շփում երաժշտական, տենց մեր կապը կար միշտ, ասի Ռուբ, ասի ուզում եմ սաքսոֆոն առնեմ, ասի։ Ծառ ախպեր։ Գնացի ու տենց մի օրը մյուս օրը վրա, ասենք։ Ինչ-որ մեկը հետդ աշխատեց պարապես, թե դու։ Ես ընդհանուր որ երաժշտական այդ բանը հիմնական ունեի, ոնց որ ասած, ուսումը հիշում էի բաներ ու հիշում էի այն ինչ որ այն ժամանակ անգելություն էի արել։ Ասի լավ, մի քիչ մենակ մնամ, լսբաղվեմ մի 2 ամիս տենց բան, հետո իհարկե տենց մասնավոր դասերի գնացի ունեցել այնտեղ տարբեր երաժիշտներ որ գալիս էին, շատ էի ուզում ասեմ շփվում երաժիշտների, տարբեր երաժիշտներ թեկուզ կարողա Շեփորա Հարուներ շատ լավ էր, ինքը տենց ասում էի ինձ մասնավոր դասեր կտաս։ Կամաց տենց Դուդուկի ոնց անցար, Դուդուկը ոնց գրավեց։ Դուդուկի ուրեմն 2006 թվականին համերգների եկավ Արգենտինա, եթե չեմ սխալվում, նույնը Եսայանն են, իրանք ընդհանուր խմբով։ Դե ինչպես միշտ, էլի մենք ես մեջն էի, ոնց որ ասած միշտ ակտիվ էի, էլի այդ հարցում, թե համայնքային, թե ասենք տեղական, շատ եմ սիրել երաժշտությունը։ Հա, ու ճանաչեցի Նորայր Քարտաշյանին։ Ահա։ Իդեպ մեր Արգենտինայում կար էլի դուդակահար Սարո Դանիելյանն է մայստրոն, որը որ երկար տարիներ Արգենտինայում մենք աշխատել ենք իրար, ծանոթ եմ Սարոն։ Հա, տենց ոնց որ մի քիչ Նորայր Քարտաշյանից դասեր առնելով մի քիչ Սարո Դանիելյանի հետ, որը որ Արգենտինայում էր, տենց փողային իհարկե Քարտաշյանին շատ օգնեց այն բանով, որ այդ հենց գործիքը ունենալու բան է, էլի ոնց որ, հա։ Ու տենց մի քանի ամիսներ սովորեցի ինքս լսելով, հանելով, տենց ոնց որ դուդուկի որ փողայինի անցած սաքսոֆոնի ոնց որ անպակաս պետք է լիներ դուդուկը, քանի որ հայ եմ։ Հետո տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ։ Հետո շատ հետո 25 տարի հետո ես 2 տարի է արդեն որ ստեղ եմ, եկանք հասանք ստեղ, այո։ Այնտեղ հիմնեցի տարբեր երաժշտական Բացի երաժշտություն ուրիշ գործով էլ զբաղվում էիր այնտեղ։ Fast food եմ արել։ Իմ կյանքում եղել են 3 մասնագիտություններ՝ երաժշտություն, ոսկերչություն ու ուտելիքի գործ։ Ուտելիքը զգացվում է։ Հա։ Դե մայրս երաժշտական արվեստի աշխարհում, հայրս էլի եղել է երաժշտականի մեջ, բայց ոսկերչականի մեջ է եղել, ոնց որ ամեն մեկից մի քիչ խաղելով իրանք երկուսն էլ սիրում էին։ Եկա այստեղ ու միանգամից էլի քո գործով սկսեցիր զբաղվել։ Հա, եկա ու արդեն միանգամից երաժշտական բանով դե ասենք շատ ծանոթություններ կան, մեծ մաս ընկերներս էլի ստեղ էին։ Կամաց սկսեցի իմ գործով, այո, տենց ուրախ տոներ։ Իդեպ հարսենյաց տոները, այն որ մտածում եմ հարսենյաց տոները միշտ ինձնով է ոնց որ բացվում, որտեվ այդ դիմացի այդ մասը որ մարդիկ հավաքվում են, նոր ասենք պետք է այդ բարի կամ ջութակար են բերում կամ սաքսոֆոնահար, հա, ու այդ էներգիաները առաջինը մենք ենք տվածող, ոնց որ ասած, էլի այդ ուրախության, այդ լավ տրամադրության, ասենք ոնց որ բացումը դուք եք անում։ Հա, որոշ շապով, այո։ Ընտանիք ունես։ Այո։ Կին 3 երեխա։ Ինչ տղա։ Միքայելաս մեծնա, աղջիկ 13 տարեկան, Արփենիկս 12 տարեկան։ Երկու աղջիկ ֆիտեղը։ Հա։ Կա երաժշտություն, բան մեջները կա արվեստ։ Հա, Միքայիս ընդեղ էլ ստեղել, ասենք երկի հետ է զբաղվում, երկի դասերի եմ տանում։ Լավ տվյալներ ունի վոկալ։ Հա, մի քիչ տատիկին է քաշ, մի քիչ ահագին տատիկին է քաշե, որ ինքը թեկուզ երկում է, այնպես մի քիչ թավշյաց, այնպես բարխետնի ռուսերեն ասած։ Տեմբր ունի, հա, ասում Միքաս դու պետք է երգես անպայման։ Արփենիկս էլ լավ ունի, այն որ դուրը փակ սենյակում երգում է, բան գնում եմ ցած, վայ, պապա, բան, մի քիչ ամասկոտ է, էլի։ Հա։ Հովոս ռիթմիկա։ Երեխա վաղտվանից ասում էր ինձ ուդարնիկ կար։ Հարվածային գործիքներ։ Հարվածային գործիքներ, հա։ Ասում Հովոս,
ես ընկերներ ունեմ, հարվածային գործիքներ են նվագում։ Միջև ես չեմ եթում իրանց օգնելու, իրանք չեն կարող կան հետս համերգ նվագեն։ Արի քեզ շեփոլ արվեն փոքր sense։ Դրա շեփոլը նվագի էլի, համ կլասիկայը, համ ջազը, համ էլ հայկական քարաս նվագի։ Եղավ, Արնոտ ջան, առաջի մասը ավարտեց մեր հաղորդման, արի անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Եղավ, սիրով։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցը շատ տաղանդավոր մի երիտասարդի Արնոտ Ստեփանյանի հետ։ Գովազդը արդյունի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցը սաքսոֆոնահար, դուդուկահար, երգահան Արնոտ Ստեփանյանի հետ։ Արնոտ ջան, 25 տարի ապրել ես Արգենտինայում, 2 տարի էլ արդեն այստեղ ես ապրում։ Այս ընթացքում եղել ես Հայաստանում։ Չէ, ցավոք չէ։ Բա չի քաշում, չի ցկտում, չես ուզում։ Քաշում էր, այդ նույն ինչ որ պատմում եմ իմ ընկերներին, նույն ձևի, այն վաղտ որ եկել էր արդեն հարմար էր որ պետքա գնայի, առաջիս երեխեն ծնվեց ու տենց շարունակաբար իրար հետևից թողում են գնամ, հա։ Թողում են գնամ։ Արնոտ ջան, նայ, այս երկիր որ եկար, ինչ նպատակ ունես, թե ինչ ես ուզում ցկտես, ինչ ես ուզում հասնես, թե ինչ որ բան ունես ծրագրավորած։ Ամենամաքսիմալ իմ ուժերը այսօրվա դրությամբ ներդրել եմ երաժշտության մեջ։ Իհարկե այդ ընտանիքի օգնությամբ ամեն ինչ չէ։ Ես մտածում եմ երաժշտություն ու ամենամոտը որ եղել է երաժշտության, որ կապել եմ իրար հետ սնունդ։ Մտածում եմ ինչ որ ապագայում տենց սիրուն տեղ ունենամ, թեկուզ ասենք երաժշտությունով, թեկուզ չէ, անպայման երաժշտությունով, թե չգիտեմ, ուտելու, թե ասենք այնց սրճարան, դա արդեն հետո կերևա ընթացքում։ Ես իմ բնավորությամբ սպասողական եմ այնքան, այն որ ասում եմ պետք է ստացվի, չեմ ուզում զոռամ, էլի։ Բայց հիմա ակտուալ այսօրվա դրությամբ երաժշտականով։ Ես գիտեմ, որ նաև երգեր ես գրում, ես ներկայացրեցի երգերը։ Հա, երգեր, ուղղակի երգեր, հա։ Երգեր ունեմ, թե երաժշտություններ, սաքսոֆոն։ Երաժշտություններ, հայկականի հետ կապված մի քանի երգեր ունեմ։ Կատարվում է, կատարում են երգեր։ Չէ, ճիշտն ասած չէ, սիրային երգեր են, որ տենց գրել եմ, տենց ոնց որ մնում է իրա, ոնց որ ասած հələ տեղը չի։ Թող լսեն երգիչներ կարող է հավանել երգեր։ Հա, հիմա ունեմ երգիչ ընկերներ, այնտեղ մի քիչ Արգենտինայում հայկականի մի քիչ պակաս կար, այսինքն մեր հայաստանյան նոր հայկականի պակաս կար, իհարկե այնտեղ շատ համայնքը մեծ է էլի, բայց ոնց որ առաջի, երկրորդ, երրորդ generation-ից ոնց որ։ Ինչևից է, իմ երաժշտական ստեղծագործական կյանքում ունեցել եմ մի մտավոր տենց պրոյեկտ, հա, մտահղացում, որ հա նախագիծ, որը որ տենց ոնց որ մի խառնուրդ է դառը իմ հայկական այդ Հայաստանից ծնված այդ կուլտուրա երաժշտական, արգենտինական մի քիչ այդ խառնուրդը, դե հիմա մի քիչ էս, մի քիչ մեր ոչ արմատները հայկական, եկավ դարձավ մի խումբ, որի անունն է Orient Groove։ Ինքը թարգմանորեն Կովկասային
կովկասյան ընթացք։ Հա։ Ոնց որ ասած, այդ է իմաստը, որի մեջ պարունակում է ջազ, ֆանկ, fusion, տենց է կոչվում ինքը, էլի, հա, հայկական ջազով։ Արնոտ ջան, հիմա մենք մի գեղեցիկ որևէ բան կարող ենք քո ինչի՞ չէ, վերնակցությամբ, այսինքն քո կատարմամբ լսել։ Հա, սիրով։ Առաջինը սաքսոֆոնով, հետո կուզենամ որ դուդուկով էլ նվագես։ Անպայման, սաքսոֆոնով սկսենք իմ առաջին ընկեր, չէ, երկրորդ ընկեր, առաջինը ջութակներ։ Bravo, bravo։ Շնորհակալություն։ Շատ լավ է, շատ հրաշալի է, շատ ապրես Հատուկ ընտրած։ Հա։ Համ ձեր պատվին, ձեր երկած երկն է մեր բոլորիս։ Հա, ես ես երկել եմ։ Ցանոթ, այո։
Այս մեր Բաքը ֆիլմում այդ առաջի սերիայի վերջում մենք արդեն բոլորով երգում ենք այս երգը խմբով, այդ ես էլ այս երգի բացումը ես եմ անում։ Այսինքն հարսանիքներ բաների հրավիրում են։ Հրավիրում են այդ սկիզբը փոյեում զբաղացնում եք ժողովրդին, մինչև հրավիրում են արդեն սրա։ Հա, համ դուրսը, համ ներսը տարբեր ձևի երաժշտություններ կան, այսինքն այն որ դրսում են շամպայն, մի քիչ տենց կոկտեյլ վիճակա, հանգիստ, այն որ ներսն է արդեն մի քիչ ակտիվ, ավելի շատ շոու երաժշտություն եմ նվագում։ Բացի այդ կան խմբեր, որի հետ որ էլի նվագում ենք, մասնակցում ենք հարսանիքներում։ Հա, հայկական էլ կա, տենց ինտերնացիոնալ էլ կա, ռուսական երգիչներ էլ կա, որ հետ աշխատում եմ, ամեն ստայլի մեջ ճիշտ ասած սաքսոֆոնը հրավերներ ունենում ես, միշտ զբաղված ես, բայց ուրիշ գործով չես զբաղվում ստեղ։ Չէ, դեռ չէ։ Ասենք բիզնես բան։ Հա, տենց ինչ-որ մի բան սկսում եմ, բայց ասենք դրա համար եմ ասում, որ ուզում եմ ֆուլ տրամադրվեմ հələ երաժշտության, բիզնեսը միշտ ոնց որ ավելի հեշտ է, միշտ էլ Արնո ջան, ավարտվեց նաև մեր հաղորդման երկրորդ մասը։ Շատ հետաքրքիր անցավ երաժշտությունով, բանով, զրույցով, այժմ անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո նորից կշարունակեմ իմ զրույցը Արնո Ստեփանյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արնո Ստեփանյանի հետ։ Արնո ջան, աշակերտներ ունես, պարապում ես երեխաների հետ։ Ունեի, բայց ժամանակ էր տանում, ճիշտ ասած, դրա համար որոշեցի մենակ իմ երեխեքի հետ զբաղվեմ։ Ու կար աշակերտներ, սիրում եմ այդ գործը, բայց սիրում եմ, երբ որ աշակերտները ընդունակ են ու սովորող են։ Այն որ արդեն երկրորդ, երրորդ դասը կրկնում ենք արդեն նույն բանը, սենց մի քիչ չի գնում առաջ, ես չեմ սիրում ճիշտ ասած այդ բանը, այսինքն մենակ որ էկոնոմիկայի մասին մտածեմ, նորմալ է, հա, կարամ շարունակեմ, բայց իմ մտածմունքը չի, մտածմունքը ինա, որ աշակերտը ինքը առաջընթաց ունենա, որ դու գող լինես քո աշխատանքից։ Արդյունք ունենա, որ հա, ես էլ ասեմ, այս էջից փոխվանք են մյուս էջը, էլի գոնե։ Շտա հետաքրքիր, որ երկար ժամանակ, երկար փոքր տարիքից համարյա, եղել ես դրսերում ու սենց պահպանվել ա քոնից ճիշտ խոսալը հայերեն ու մաքուր խոսալ։ Բառեր կա մեկ այնտենց շատ եմ ուզում մոգոնեմ գտնեմ բան, բայց չէ, լավ է, բայց լավ, ընդհանուր շատ լավ է։ Թե լավ, իզուր չես բերել այդ տուտուկը, երևի փոքրիկ բանել տուտուկի կատարմամբ լսենք, հետո կշարունակենք զրույցը։ Մի հատ յայլավոր յալս, ուսան հավասի։ Գնաց։ Արնո ջան, շատ ապրես, շատ լավ էր, հրաշալի էր, շատ ապրես։ Ապրեք։ Արնո ջան, օրինակ շատ երգիչ երգչուհիներ են գալիս գնում հյուրախաղերով։ Հետները աշխատում ես, թե չէ, հրավիրում են, ասենք էլ այդ համերգներով մասնակցես։ Ընդհանուր նույն երաժշտության մեջ տենց հիշողությունս ինչ տանջում է, տենց չէ։ Ինչ հենց առաջի հիշեցի, այո, եկա Ամերիկա, մեր ընկերներից մեկը
Զանգեց տենց ես այդ խառը նոր վիճակով բան 100 Փամփուչյանի հետ կնվագես ասում Մեդու ջան ոնց չեմ նվագի գնացինք 100 Փամփուչյանի համերգին նվագեցի brass section-ում էլի տենց մի քանի սոլոներով բան հետո ընդհանուր հանդիպել եմ մեծ մասը ստեղ է մեր փոփ աստղերի թեկուզ ասենք ժողովրդական բան բայց իրար հետ ոնց որ ասած կիսել ենք գործ միասին վերջերս Արտավազ Մելքոնյանի հետ մի առիթի մասնակցեցինք մեր շատ սիրելի Արմեն Ալոյանի հետ Սուրեն Ավոյանի հետ արդեն այս նոր գեներացիայից հայրենը մոռացա էլի ինչևից է հա տենց եղել են դեպքեր բայց մեծ մասով ասենք դե հանդիպել եմ զաղին էլ ճանաչում եմ եղել են պահել որ իրար հետ կիսել ենք այո Առնո ջան իսկ ինչ դոր ապագա ծրագրեր ունես նորից այդ բաների հետ կապված համերգի եմ պատրաստում ճիշտն ասած Orient Groove այդ մեր խումբով 8-10 երաժիշտ լինելու եմ բեմում հրավիրված իհարկե Երկիչ երկչույն էլ պիտի լինեն էլի չէ միայն երաժիշտներ հա երաժշտական ոնց որ այդ նախագիծը բոլոր իմ ստեղծագործություններն են իմ կյանքի հետ կապված այսինքն կա որ երաժշտության անունը մամա մայրիկ հայրիկ ու տենց տարբեր դրվագների բումերանգ հետքեր բոլորը կախված է այդ իմ ընդհանուր Էկրան բան երևի կլինի, հա, էկրան էլ կլինի։ Լավ միտք է, բայց չէ, պետքա տեղադրենք այդ որտեղ որ պետքա համերգ լինի։ Մի հատ լավ ռեժիսոր է պետք վերցնել ու անպայման ռեժիսորի հետ աշխատեք, շատ սիրուն բան կարող եք անել։ Տարբեր երաժիշտներ, տարբեր երաժիշտներ իրար հետ էլ ունեք համար առանձին Չէ, առանձին չէ, իրար հետ է։ Իրար հետ է։ Խումբի անունը Orient Groove է, եթե ցանկանան բոլորը լսեն, Orient Groove YouTube-ում Orient Groove Arno ցանկալի է գրել, որ լսվի, իսկ մանրամասն տվյալների համար իմ Instagram-ի էջը կարող են մտնել Arno Ստեփանյան կամ Arno Saks։ Okay։ Շնորհակալ եմ։ Լավ է, շատ լավ է։ Arno ինչ երեք թանկ բան ունես, որ երբեք ոչ մի բանի հետ չես փոխի։ Իմ ընտանիքը ու գործիքս։ Գործիքդ։ Հա։ Արնո ջան, շատ հաճելի էր քո հետ մեր զրույցը, ցավոք ավարտվեց մեր հաղորդումը, հիմա մնում է անհապեր սպասենք քո համերգին, ես էլ կգամ, հրավիրված եք, այո, ամեն ինչը ծնվեց տեղից։ Եթե այստեղ լինեմ, անպայման կգամ, որտեղ ինչ համերգ լինում է, ինձ հրավիրում են, ներկայացում լինի, կինո լինի, համերգ լինի, չգիտեմ, միշտ հրավիրում։ Հա։ Եվ սիրով կգանք։ Դե, մնում է ես քեզ մաղթեմ շատ մեծ հաջողություններ, մի շնոր հանդիպում ու շնորհակալություն, որ եկար մասնակցեցիր այս հաղորդմանը։ Ապրես։ Գուցե։ Դե, սիրելի բարեկամներ, ավարտվեց ևս մեկ հաղորդում, իմ հյուրն էր դուդուկահար, սաքսոֆոնահար, երգահան Արնո Ստեփանյանը, իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Երբ քո սիրտը, քո հոգին, քո միտքը մաքուր են, դու ոչ ոքի չես կորցնում։ Քեզ են կորցնում։ Այսքան բան սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր։ Սաթիկը հորոսկոպով կույսա, թե դրա իշն է կույս։ Սերոժը հորոսկոպով կապիկա, Կագոն հորոսկոպով սպիտակ, ծի է ոնց որ ծի, Կագոն հորոսկոպով ծի է, Զոքանչես հորոսկոպով վիշապ է, Կա վիշապ։ դե կլի էլի։ Արնո դու հորոսկոպով ինչ ես։ Ես հորոսկոպով աբարանցի եմ, հորոսկոպով ղափանցի։